Ողջույն սիրելի ընկերներ, Antifake-ի եթերում վերսկսվում է Խաշմերուկ անունը կրող պատմաքաղաքական ոդկասթը։ Այս ընթացքում թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում բավականին բուռն զարգացումներ եղան։ Հայաստանյան ներքաղաքական կյանքում գործող ռեժիմը շարունակում է Հայաստանի բանտերը լցնել քաղաքական բանտարկյալներով կամ ինչպես պարոն Նահապետյանը նշում քաղաքական պատանդներով։ Մենք ֆիքսեցինք, որ հունվարի 9-ին դատարանը ապօրինաբար երկրացրեց իմնեմնի մի ոդկասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սարաթելյանի կալանքը։ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ, հետագայում առողջական խնդիրների պատճառով տեղափոխվեց բուժ հաստատություն։ Մենք ֆիքսում ենք նաև, որ գործող ռեժիմը շարունակում է իր բռնաճնշումները նաև հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Բոլորս տեսանք, որ ընդամենը վերջերս քննչական կոմիտե կանչվեցին Գերագույն հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ և փաստացի նրանց մեղադրանք առաջադրվեց և արգելվեց երկրից բացակայել։ Այդ առումով իշխանությունը փորձ է անում վերջնականապես տորպեդահարել Ավստրիայում նախատեսվող եկեղեցական ժողովը։ Ունենք այնինչ ունենք, իսկ մենք ունենք հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում օրենք չի գործում։ Չկա այդպիսի բան, գրված ինչ-որ գրքեր կան, քրեական օրենսգիր կա, սահմանադրություն կա, հիմնական օրենք, այդ օրենքից բխող օրենսդրական, ենթադրական ակտեր կան, սահմանադրական օրենքներ կան, չեն գործում։ Այսինքն մենք պարբերաբար բախվում ենք մի իրականության հետ, որին չենք ուզում ընդունենք։ Եվ անդադ բողոքում ենք, զարմանում ենք, զայրանում ենք, կեցվածք ենք դրսևորում, ոնց կլինի, վերջին հաշվով պետություն է, պետության մեջ ոնց կարող է օրենք չգործել։ Հիմա այն ինչ-որ կոնկրետ Նարեկենց մի պատ դրում եմ մենք կոնկրետ այս վերջին որոշումը 6 եպիսկոպոսների վրա քրեական գործ հարուցելու։ Խայտառակություն։ Օրենքով գրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Եկեղեցին իրավունք ունի ինքնա ներքին կարգավորման մի ինստիտուտ է։ Ներսում ընդունված որոշումները բեկանելի չեն եւ քննարկելի չեն իշխանությունների կողմից։ Հիմա իշխանությունը ասում է, չէ, ես բեկանում եմ։ Դատարանը ըստ էության բեկանեց։ Դե դատարան էլ չկա, հասկանում եք։ Այդ դատավորը, ասում եմ, իշխանապողությունից հետո դատավորը եւ նման կարգի դատավորներ երկար նստելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Գիտեք, ոչ թե որ իրենք որ միայն սխալ որոշում են կայացրել։ Իրենք բռնաբարում են արդարադատությունը։ Դատավորը շատ կարևոր գործառույթ ունի։ Ասենք հնում հրեա ժողովուրդ երբ թագավոր չուներ, առաջին ստատուսը կառավարիչների մեջ դատավորներն էին։ Ուրեմն առաջին ինստիտուտը հրեաների մոտ թագավորից հետո, երբ թագավոր չունեին։ Նո տիրոջ կամոք հրեաներն ասում էր, որ թագավորը ես եմ։ Բայց ես ունեմ երկրի կառավարիչներ։ Այդ կառավարիչների մեջ ամենակարևոր գործառույթը դատավորին է, որտեղ արդարադատությունը, աստծո օրենքների պահպանումը, արդարությունը, բարոյականությունը պահապան ինստիտուտը դատավորներն են։ Հիմա այդ դատավորների ինստիտուտը մեզ մոտ գոյություն չունի։ Այսինքն դատարանը մի որոշում է կայացնում իդեմս ոմն մի դատավորի, որի իրավունք ընդհանրապես ինքը չունի։ Ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ միջազգային, որևիցե ձևով, դուք հասկանում եք, այսինքն չկա դատավոր, Հայաստանում չկա արդարադատություն, չկա օրենքի գերակայություն, չկա նման բան։ Եվ հետևաբար այդ դեպքում հարց առաջանում, բա Հայաստանից ինչ է, տարածք կա, ինչ է, որտեղ ջունգլիների օրենքներն են աշխատում, ինչ է որ։ Անուն էլ շատ էլ ասենք դրան վրա գրած է Հայաստանի Հանրապետություն, բարև ձեզ։ Զվարթնոցից փորձում ես իջնել, մեկ էլ խաղատների գովազներն է։ Այսինքն ոնց որ հատ Լաս Վեգաս լինի։ Լավ է գիշերային տների, հա, թմրամիջոցների բաժանման տոշկեքի ռեկլամներն էլ չկան։ Եվ շուտով դա կլինի։ Այսինքն հիմա Հայաստանը դարձել է մի տարածք, որտեղ մեկին նշանակել են, որը պետք է անի այն ինչ որ նշանակողները ասում են։
Եվ այդ մեկին տրված է Հայաստանում բացարձակ առումով ամեն ինչ անելու իրավունք։ Ուղղակի հիմա դրա անհրաժեշտությունը չի եկել, որ վաղը գա կասկած չունենաք։ Մարդիկ են թռչելու կամուրջներից տասնյակներով, մեքենաների տակ են հայտնվելու պատահական վթարներով, հազարներով բանտերում են լցվելու, ունեցվածքն առեք է տարվելու, խլվելու։ Ես ինչ մի քիչ արտարոց բան եմ ասում, չէ՞։ Արտարոց չի։ Օկուպացված տարածքներում դա շատ բնական է։ Օկուպանտը ինչ ուզում անում է, օկուպանտն է տեր քո ընտանիքի, քո կնոջ, քո դուստրերի, քո ունեցվածքի, քո արժեքների ինքն է որոշում, դուք չեք հարգելիս։ Հիմա Նիկոլի տերը որոշել են, որ այդ եպիսկոպոսա ժողովը հետաձգվի, ճիշտ է։ Նիկոլն ասել են, ուրեմն անում ես, որ հետաձգվում է։ Հիմա այս մարդիկ ինչ անեն։ Դրել են ենթադրենք քրեական գործ են հարուցել, ինչի վերաբերյալ։ Իսկ այդ մարդիկ ինչ մեղավոր են։ Բայց եթե քրեական գործը հարուցեք նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական մասնակիցների նկատմամբ, թե սխալ եմ ասում։ Հարուցել են ինչի համար, որ դատանի որոշում են, չէ՞ իբր բեկանը չեն կատարել, խոչընդոտում են կատարվելու, ճիշտ է։ Բայց աշխարհականների նկատմամբ չես հարուցում։ Բարձ է հարցս։ Ուրեմն հետեւաբար խնդիրը այդ որոշում չի, խնդիրը այդ 6 անձին ՀՀ-ից դուրս չթողնելն է։ Ես ուզում եմ, որ մեզ լսողները իսկապես մի պա իրավիճակը փորձեն շատ ավելի լուրջ եւ իրատեսական գնահատեն։ Չգնահատեցինք, ստանալու ենք հարվածներ։ Նրանք ովքեր որ ձեր նշած անձին հանձնարարականներ են տալիս, նրանք մեր թշնամիներն են։ Թշնամու կամակատարը եւս թշնամի է։ Հետաբար մեր դիմաց պատերազմի օրենքներով գործող համակարգ աշխատում։ Իսկ դուք շախմատ եք խաղում։ Նա շախմատի տախտակը ձեր գլխով է տալիս։ Ձեզ բռնության է ենթարկվում, իսկ դուք ասում եք, չէ, այս քայլը մի վարքան կներեք, նորից շարեմ, քայլը մի փոքր ուղեմ, ես ոնց որ ուրիշ քայլ եմ անում։ Այդպես չի լինում։ Համարժեքություն չկա։ Դրա համար մեր ընկերների մեծ մասը բանտերում են։ Դա համար ինչ ապօրինություն ուզում անում է, ինչ այլանդակություն ուզում անում է։ Շատ լավ։ Մենք ֆիքսում ենք, որ իրենք միջոցների առջև խտրություն չդնելով շարունակաբար այդ բռնաճնշումների շրջանակը ընդլայնում են եւ ըստ էության հիմա գնդակը եկեղեցու դաշտում է եւ եկեղեցին զես ինչ քայլերի պետք է գնա, որպեսզի օրինակ հնարավոր լինի իրականացնել այդ ժողովը։ Նույնիսկ եթե իմանայի, թե ինչ քայլերի արդյունքում ինքը կարող է իրականացնել, եթերով չի ասի։ Որտեւ ին դիմացը թշնամի հարգելիս։ Այսինքն հիմա ես եթերով ասեմ, թե եկեղեցին ինչ հավանական քայլեր կարող անի, որ ժողովը ստացվի, չեմ ասի։ Նույնիսկ եթե իմանայի, ես չգիտեմ ինչ քայլեր։ Դե կարող եմ ենթադրել, խնդիրը դա չի։ Բայց նորից եմ ասում, այնուամենայնիվ համարժեքությունը շատ կարևոր է իրավիճակի գնահատականի եւ ճիշտ քայլեր, խնդիրները լուծելու, հարցերին պատասխանելու, խնդիրները վերհանելու եւ շրջանցելու կամ կասեցնելու։ Եթե չենք անում այդ, մենք անընդհատ բողոքելու ենք, ասելու ենք, կառավարությունը արեց ապօրինություն, այս ապօրինությունը, այն ապօրինությունը, այս բանը պարգևավճարները օրինականացնելու են, սա օրենքի ուժ են տալու։ Պարգևավճարի իմաստը ո՞րն է։ Դու գումար ես ստանում աշխատանքի դիմաց վարձատրվում ես քո գործի համար, պարգևավճարի իմաստ լրիվ այլ է։ Այս մարդիկ բյուջեն, հայերեն այդ կոչումը թալան, բյուջեն վերցնում է, փողը ասում է իմն է, ինչքան է, տարեկան չգիտեմ, քանի միլիարդ է մեր բյուջեն, ասում է իմն է, ոնց կուզեմ կծասեմ։ Բարև ձեզ ընկեր, ընդդիմություն մեկ էլ պատգամավորներ, մի հատ պետք է հաշվի տուլնեմ։ Հիշում եք 18 թվին ինչ կրուտիտներ էր անում բյուջեի հետ կապված, օթից թվեր էր կրակում, ես լավ եմ հիշում։ Հենց ժամանակ տենց բաներ, ազատության աշխան այդքան մեծ չէր, էլ ինձ փորձում էր բանը խուսանավել, բան։ Բայց հիմա մարդ ասում է, բյուջեն իմն է, այս երկիր իմն է, այս երկրի մեջ ինչ կա, չկա իմն է։ Դուք, ձեր ընտանիքի անդամները, բոլորը ունեցվածքը, ներսում, դրսում լրիվ իմն է, ինչ կուզի կանի։ Հիմա ոնց որ ասենք 41-44-ին Ուկրաինայի գաուլայտերին մի հատ գյուղացի կամ քաղաքացի ուկրաինացի կամ ռուս կանգնի ասել ես չես անում ես խես գնդակարում ես մեր ունեցվածքը քեզ տանում
Սև աղային շրջաներից ես լսում վագոները տանում, երիտասարդ աղջիկներին ստուգում եք կույսեր, ինչու ես տանում, առողջ տղամարդկանց ինչու ես տանում դեպի Գերմանիա եւ Եվրոպայի խորքերը, չէ, աշխատացնելու։ Հիմա այդ մարդը բերանը երկու բար որ բացել, եթե գերմաներեն իմանար, ինչ կանեին տեղում գնդակարային, վերջ թեման փակվեց։ Հիմա խաղի կանոնները գնդակարությունը չի։ Բայց սկզբունքորեն արդյունքի հասնելու հակառակորդի, հա, կամ թշնամու, նույնն է։ Հասնում է արդյունքի։ Եվ վաղ չեմ իսօր որ ասենք մտնի մայրաթոր առավոտ ժամը 5-ին կամ 4-ին ոստիկանությունը ԱԾ-ն եւ խուժանը։ Մի քանի տասնյակ կարգալույց նախկին հոգեվորականներ։ Մտնեն բռնությամբ ով ներսը կա չկա, միաբաներով եւ այլն, բռնեն, լցնեն մեքենաները։ Մի 20-30 նախկին կարգալույցների Նիկոլը նստածնի կանգնածնի շարք ասի ուրեմն դու լինում ես դիվանապետը, դու լինում ես սա, դու լինում ես կաթողիկոս։ Հաշվետու ես լինելու ինձ եւ ցուցակ ես տալիս եկեղեցին ինչ հարստություն ունի։ Մտքի մեջ էլ որ ասի շուտով տակով ենք անելու, ինչպես ասում են։ Բա օկուպանտը տենց է գործում։ Հիմա ինչ որ ասենք ձերբակալեցին տարան բանտերը, գնալու ենք ինչ անենք, ցույցեր անենք։ Ասել ենք ինչու ենք վեհապար հայրապետին ձերբակալել։ Ինչու եք ապօրինություն արել, ինչու եք մայրաթոռը գրավել։ Վերջապես ինչպիսի անբարոյականություն կարելի է մայրաթոռը գրավել։ Չեմ հասկանում։ Ասելու ենք, չէ՞ տենց։ Շատ լավ։ Իրավիճակը իրականում բավական հետաքրքիր է եւ նաեւ պայթունավտանգ Հայաստանի շուրջ տեղնուցողի համատեքստում հատկապես վերջին շրջանում մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների գերակտիվությունը ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացներում հունվար ամսվա սկզբին նրանք կայծակնային գործողություն իրականացրեցին Վենեսուելայի նկատմամբ եւ ըստ էության առևանգեցին գործող ղեկավարին դա որոշակի աժոտաժ առաջացրեց, բայց Միացյալ Նահանգները որպես գերտերություն կարողացան այդ գործողությունը, այսպես ասած, մարսել, հա։ Հետագայում արդեն առաջացավ Իրանի խնդիրը, սրվեց ավելի շուտ Իրանի խնդիրը եւ հատկապես վերջին օրերին շատ ենք տեսնում, որ բազմաթիվ անգամ միջազգային վերլուծաբանների կարծիքով պատերազմի հնարավորությունը մեծ է այստեղ։ Ես կցանկանայի խոսենք նաև Թրիպ ասվածի մասին, որովհետև Իրանի նորանշանակ դեսպանը շատ կոշտ հայտարարություն արեց ընդհանուր վերջերս եւ Հայաստանին, եթե դիվանագիտական այդ բառախաղը արանքից դուրս բերենք, ըստ էության մեղադրեց հակաիրանական գործարք իրականացնելու մեջ եւ ասես այս տարածաշրջանում ինչպես կզարգանան իրադարձությունները եւ Հայաստանի դերակատարումը այդ իրադարձությունների զարգացման համատեքստում ինչպիսին կլինի, արդյոք մենք կլինենք պլազդարն, ինչպես Իրանը գրեթե բացահայտ մեղադրում մեզ։ Նախ իմ նախորդ խոսքից ամենա այսպես երևացող օրինակը ես անպայման ուզում եմ ասել։ Օրինակ Դավիթ, եթե դուք ինչ որ մեկից, ասենք, գումար վերցնեք պարտկով եւ կոնկրետ ժամանակ, ասենք $100, ասում եք, մեկ շաբաթ հետո վերադարձնում եմ։ Մի շաբաթից պիտի վերադարձնեք, անձը գալիս է կամ հանդիպում եք, ասում ես, չեմ տալիս, իմն է։ Վերաբերմունքը այդ անձի ոնց է լինելու ձեր հանդեպ։ Բացասական բնականաբար։ Այսինքն ինքը ամեն ինչ անել է, որ ստանա, չէ՞։ Դեմա օրինակ եմ բերում $8 միլիարդ Փաշինյանը մեր ժողովրդի, մեր երկրի քաղաքացիների անունով վերցրել է 8 միլիարդ։ Հարցում են ինչ ես արել։ Ոնց ես ծախսել, ոսպես զենք եմ առել։ Ասում ով չի հավատում հենա 60 հոգի փողոցից հեսա վերցնում են, տանում են ցույց տամ։ Բիրկեքը գներն է զենքի վրա է։ Եթե ծիծաղում եք, ես ասում լացելու բան է։
ու վերջ 8 միլիարդը ջրվեց, բայց ասում $100 մեկից վերստեք գալու է խնդիրներ, չէ, ստեղծի։ Լավ, $100 չէ, 10,000 դրամ, $20, $25։ Բա 8 միլիարդ, որտեղ մեր երեխեք պետք է աշխատեն, որ մեր հետ միասին այդ պարտքը փակենք տոկոսներով հանդերձ։ Ես մը չկա 8 միլիարդը։ 44 օրյա ժամանակ հիշում եք համահայկական հիմնադրամից ինչ գումարներ կորան։ Ուր է այդ գումարները։ Չկա ասում է։ Տակով ենք արել, այդ չի ասում։ Իմն է։ Ինչ կուզեմ կանեմ։ Զգացողությունը չկա այդ մարդու հանդեպ իր քայլերի համարժեքության։ Չկա այդ։ Մարդ ասում է երկիրը իմն է, փողը իմն է, բյուջեն իմն է, մարդիկ իմն են, ինչ կուզեմ կանեմ, որտեղ ինձ տենց իրավունք է տրված։ Եկեղեցին էլ իմն է։ Եկեղեցին էլ այմա էս կաթողիկոսը դիմադրում է, հեսա մի բան կորոշենք էլի։ Իմ ինչ եղել որ։ Քիչ գժեր կան, որ ասենք դոզայի տակ կարող է փողոցից մի հատ նռնական այդ գտնեն, ասենք ուզենան փորձեն, թարսի պես էլ այդ փողոցը մայրաթորի հարևանությամբ լինի։ Եվ այն պատուհանն իրավ փորձեն, որտեղ վեհապար հայրապետ նստած է։ Օրինակ եմ ասում։ Ես ասածս աբսուրդի ժանրից չի։ Ես դուրջ եմ ասում։ Որ եղավ ինչ ալնելու։ Ֆիզիկապես ասենք բռնության ենթարկեցին վեհապար հայրապետին։ Դեկտեմբերի 18-ին եթե մտնեին տաճար արարողության ժամանակ, ինչ էր լինելու տեղ։ Ոնց մեկը կարող ասել, որ վեհապար հայրապետի կողքով էին անցնելու։ Բռնության են, չէ՞, ենթարկել։ Այդ բռնության հետևանքով ինչ կլներ, Աստված գիտի, չէ՞։ Բա որ մի խելապատար, ասենք, սուր կտրող ծակող գործիք օգտագործել այդ բային։ Ուրեմն հիմա նույն էսի ներքին քաղաքականությունն է, հա։ Մենք մի քիչ ժպտում ենք, բայց ես կարծում եմ, որ ժպիտը դարդին դարման չի։ Բայց իրականությունն է ինչ-որ ասում։ Հիմա գանք արտաքին քաղաքականության։ Դուք ասում եք, օրինակ Հայաստանը ոնց կվերաբերվի եւ չկա տեն սուբյեկտ, հարգելիս, չկա, ոնց որ ներսում չկա, նենց է դրսում չկա։ Ինչ են շեքում Հայաստանը։ Մի հատ էլ Հայաստանի կարծիքը հարցնեն։ Բարև ձեզ։ Աբու Դաբիում հանդիպում ոնց եղավ։ Փաշինյան Ալիև ոնց եղավ։ Ասում են երկու երկիր ղեկավար, բարև ձեզ։ Կանգնած է մի երկիր ղեկավար, մյուսը գնում է նապակլոն։ Գնում ասում է շեֆ ջան, ոնց ես։ Բարևում է շեֆի տեղակալներին, չէ, գլխով։ Հետո իր նմաններին ասում է, արագ եկեք շուտ բարևեք, ձեր խոնարհությունը հայտնեք։ Դրոշ տեսաք դուք այդ հանդիպման ժամանակ երկու երկրներ։ Բացկայում էր։ Չկար, իսկ ինչու։ Որտեվ Ալիև ասում է, սուվա որ մի հատ դրոշի տակ կանգնեց, Հայաստանի դրոշ ինչա։ Գիտենց երկիր կա։ Ձևի համար քարտեզի վրա ինչ-որ բան կա, դապարի դավրի մինի, պահագա էլ եմ ուտելու։ Բա ոնց։ Այս ժողովուրդը կորոշեմ 2,400,000, 5,000 հոգի անհետ կորած ունեմ ես առաջին պատերազմի ժամանակ։ Արյան վրեժով այդ 5,000-ը փոխհատուցում եմ 2,400,000-ով։ Այտենց։ Եթե ոմանց թվում է, որ ես հեքիաթ եմ պատում, խիստ սխալվում եմ։ Այդպես ես զգուշացնում եմ նաև թե ինչ կատարվի Ղարաբաղում։ Հիմա զգուշացնում եմ, ասում եմ, ցավոք սրտի, բայց այդպես է։ Այդ ճանապարհը, Ալևը ճիշտ է ասել, բազմիցս կրկնել եմ, մարդը ասում է, կա Զանգեզուրի միջանց, տեղով անցնող ճանապարհ, մի հատ երկաթուղային, մի հատ ավտոմոբիլային։ Միջանցք։ Նույնը ասում է Թուրքիան։ Թուրքիան, այս մի երկու օր առաջ Թուրքիայի արտաքին հետախուզության ներկայիս ղեկավարը, ով մի ուղղային կենտրոնից է դուրս եկել, այդ ուղղային կենտրոնի ես վերջին գնահատումները 2-3 օր առաջ Միջանցքի հետ կապված։ Մարդիկ բաց ասում են, որ մերն է թուրքական աշխարհը կապող։ Այդ հələ միայն Միջանցն են ասում, ասում շուտով Սյունիքն է։ Իսկ մի քիչ ավելի ուշ ժամանակներ Հայաստանը մերն է լինելու։ Թեման փակվելու է։ Հիմա պատկերացեք ասորիները առավոտից իրիկում բողոք են, թե ոնց եղավ, որ իրանց հզոր կայսրությունից մի երկիր չմնաց։ Ուր է Ասորստանը։ Բաբելոնը ուր է։ Բա Եգիպտոսը։ Այդ Եգիպտոսի այսօրվա բնակիչները են, բնակիչները չեն։ Արաբներ են, եգիպտացիները չեն։ Իհարկե, արաբներ են, չէ։ Ուր է այդ։ Հիմա էլ ես ասում եմ, այն գործընթացը, որ հիմա Հայաստանի հանդեպ տարվում է, մեր սուբյեկտայնության երկու գործիք կար։ Երկու, երրորդը չկար։ Մեկը մեր
բանակներ, երկրորդ Արցախը, որ տարածաշրջանում շահեր ունեցող ուժային կենտրոններ հաշվի էին առնում Հայաստան, այդ ձեր ասած Հայաստան այն ժամանակ կար։ Հաշվի էին առնում, որտեվ կար գործիք, եւ այդ գործիքը որոշիչ էր բանակցությունների սեղանի շուրջ նստելուց Հայաստան ներկայացնող անձի համար, կապ չուներ այդ նախագահ էր, վարչապետ էր, թե կառույցի ղեկավար, ասենք ինստիտուտ, ինչ որ նախարար։ Չկա այդ գործիքը, բանակ չկա, Արցախ չկա, վեր սուբյեկտ չես, օբյեկտ եք։ Ես ավելի խիստ եմ ասում, եթե այսօր պահը չի ստեղ հայությունից ազատվել, դատարկել Հայաստանը համատարած հյուրանոցներ, պոռնկատներ, կաֆեներ, ռեստորաններ, սպասարկման կենտրոններ, վերջ։ Թուրքական աշխարհի համար մի հատ ճանապարհին այդ վարորդներով, բանով, զորքով որ գալիս են, միտեղ տիրիկուն հանգստանան, իրանց հոգնած մարմնին շոյող կանայք տիլնեն, սպասարկող։ Հայաստանը տենց ասում, մի հատ մեծ պոռնկատում։ Ու վերջ, էսա քարվանսարա։ Իդեպ ասեմ ձեզ։ Ես եմ պատրաստում։ Այդ երկին օրինակ ըստ ձեզ պետքա գիտությունների ազգային ակադեմիա։ Պետք չի, չէ՞։ Բնականաբար ոչ։ Պոռնկատան աշխատելու համար պետքա որ գիտություն իմանաս, չէ։ Դե համար կփագեն։ Եթե ոմաց թվում է հեքիաթ են պատմում կամ ինչ որ վերացական, խիստ վերացական չի, խիստ առարկական է։ Հայաստանին այսօր այդ ճակատագիրն է պատրաստում։ Բայց ինչ իմանաս աշխարհում այն աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունները որ տեղայում կարող է պահը գա որ գործը տեղել չհասնի։ Ուղղակի, ինչպես ասում են, սրբեն տանեն ստեղից ապրողներին։ Կարող է այդ վիճակն էլ հասնի, իդեպ ասեմ, ես սցենարներն եմ ասում։ Այսօր մեզ համար լավագույն սցենարը Թուրքիայի օրբիտայում հայտնվելն է։ Տնտեսական առումով, անվտանգային առումով։ Նաև եկեղեցու հոգևոր առաջնորդները իրաց կողմից նշանակված լինի։ Մենք էլ այդտեղ տղամարդկանց մեծ մասը դուրս են գալու, բնականաբար, պատվարժան մարդիկ ընտանիքներով, այստեղ մի քանի 100,000 մարդ մնալու, Հնդկաստանից բանից կբերեն, կլցեն, ուրիշ տեղերից կբերեն, կխառնեն, հայերը կդառնան ազգային փոքրամասնություն, 1 միլիոն ադրբեջանցի կգա, այստեղ։ Այդպես Հայաստանից հտարնել չի մնա։ Ինչպես ասում են, լույսը անջատում են, չէ՞, վերջում օդանավակայանում, այդ լույսն է կանջատվի։ Իսկ մենք ասում ենք, մենք հիմա մղում ենք իշխանությունների դեմ քաղաքական պայքար։ Մեր ընկերները քաղաքական հալածյալներ են։ Հարգելիս պատանդ են, գերի, պատերազմի ժամանակ հալածյալ չի լինում։ Գերի են վերցնում։ Ուղղակի այսօրվա խաղի կանոնը գերին չեն գնդականում, կամ էլ չեն տանում Ուրանի հանքերում աշխատացնելու։ Բանտերում տինստեն։ Բայց այդքան ապօրինություն անելուց հետո հələ մենք բողոքում ենք, որ ինքը ապօրինություն անում։ Բայց այդ միջազգային իրավապաշտպան կառույցներ, Եվրամիություն, տարբեր երկրների դեսպաններ, այս ամենը չեն տեսնում, իսկ քեզնից հազարապատիկ լավ գիտեն, որտեղ ունեն հետախուզություններ։ Բայց իսկ ինչու կեցված չեն դրսևորում, որտեղ պատվիրատուն այս այլանդակությունները իրենք են պատվիրում։ Ինչ խնդիր են լուծում։ Խնդիրը հետևյալն է, եթե մի փոքր ավելի վերև են գնում, հետխորհրդային տարածքի 14 հանրապետությունները արևմուտքին պետք է միայն մի բանի համար, թե որքան այդ հանրապետությունները Ռուսաստանի խնդիրներ կառաջացնեն, կապ չունի, տնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն, ռազմական, հիմա Ուկրաինայում պատերազմ գնում է, խնդիր առաջացրեցին, փաստա չէ։ 2008 թվականին Վրաստանը հարավային Օսեթիայի վրա որ հարձակվեց, խնդիրը հարավային Օսեթիան վերցնել չէ, Ռուսաստանն էր, չէ։ Հասկանալի է, չէ։ Հիմա հարավային Կովկասում 3 հանրապետությունից սարքում է բանակ։ Հիմա այդ վերջնարդյունքում կլինի, չի լինի, նպատակին կծառայես, չեմ կարող գնահատել։ 1918 թվականին էլ բրիտանացիք էլի անդրկովկասյան սեյմով 3 հանրապետությունով բանակ էին սարքում։ Փետրվար-մարտ ամիսներին, որ հետո կռվել բոլշևիկյան Ռուսաստանի դեմ հարավի ուղղությամբ, չստացվեց այդ։ Բայց հիմա փորձ է արվում, չէ, 3 հանրապետություններ ստեղծում են բանակ։ ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Այդ բանակը չի գնալ Բուրկինա Ֆասո, ջերմոցներում ջրի։ Ռուսաստան դեմ պատերազմ անի։ Նույնը հիմա Միջինասիական Հանրապետություն, Ղազախստանում խիստ ինտենսիվ աշխատում են, խիվոր։ Որտեղ Ղազախստանի տարածքում եթե հայտնում են միլիոնավոր աբեկիչներ, դա Ռուսաստանի համար իսկապես լուրջ խնդիրներ կարող առաջացնել։ Այսինքն Ռուսաստանի ղեկավարությունը այդ խնդիրը լուծելու համար կարող է միջուկային տակտիկական զենք օգտագործի, որտեղ 7800 կիլոմետր անսահման չպաշտպանված սահմանում, որ ունի Ռուսաստանն ու Ղազախստանը, որից 6000-ը ցամաքային է։
Աշխարհում 2.5 մինչև ամենաերկար ցամաքային սամ պաշտպանված չի։ Կիլոմետրերի 1 բանը սահմանապահ ուղեկալներ են։ Բայց եթե միլիոնավոր ահաբեկիչներ բերեցին Ղազախստան, Միջին Ասիա, ստացվեց։ Գիտեք որտեղից։ Այնքան տեղ կա։ Ուրեմն Չինաստանից։ Ղազախստան-Չինաստան սահմանում երկու կողմում ուйգուրներ են ապրում, մի քանի տասնյակ միլիոն։ Թուրքական ծագում ունեցող սուննի մահմեդական։ Կամ եվրոպական կողմերից Լիբիա, Սիրիա, Թուրքիա, Պակիստան, Աֆղանստան, Իրանի Ադրբեջան, բուն Ադրբեջան, միջինասիական հանրապետություններից հաստատ մի քանի միլիոն մարդ կհավաքվի։ Մի 5, 6, 7 միլիոն։ Ընդ որում որոնց մի մասը պատերազմներով եւ ահաբեկություններով անցած ռազմիկներ են։ Բայց Ռուսաստանը մար խնդիր է, ֆիզիկապես ինքը թվականակել չի կարող հանել դրա դեմը կռվել ինչ տանի ստիպված։ Բարձր չէ։ Հիմա Հայաստանն էլ պատրաստվում է այդ օղակներից մեկն է դառնում։ Դա համար Հայաստանը սուբյեկտայնությունը կորցրել է։ Նորից եմ ասում, այստեղ խնդիրը նույնիսկ Ղարաբաղի խնդիրը չի, որ Ադրբեջանն էր։ Ինչա ձեր կարծիքով արևմուտքը նստում քնում զարթում է, թե այդ Ադրբեջանին ոնց մեծացնի։ Չէ, մեր սուբյեկտայնությունը զրոյացնելու համար է։ Եվ հայկական սեպը թուրքական աշխարհագրական ցամաքային սահմանից հանելն է, որ հետո այդ միլիոնավոր ահաբեկիչները եւ զինյալները կռվեն Ռուսաստան դեմ այդքան բանից։ Դրա համար Հայաստանը պետք է չունենա սուբյեկտայնություն։ Եվ Հայաստանում բերեն դնեն մեկին, որը ամենավերջին այլանդակություն անի, բայց Հայաստանում ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեսպանների բերաների սկոչ խփած լինի։ Ձեռներն էլ հետևը կապած լինեն, որ ոչ գրեն, ոչ խոսան։ Դե ինչ այլանդակությունները արվում այսպես կոչված օրվա իշխանություն։ Եվրամիությունն էլ ասի փող եմ տալիս այլանդակությունները չշարունակի։ Ընտրությունները որ Փաշինյանը Նիկոլ քաղտես 101%-ով։ 101, 100 չէ։ Այսինքն ալնելու։ Որտեւ այդ երկրի շահից է կամ Եվրամիության շահից է բխում այս այլանդակությունը, որ ստեղ լինի, որտեւ իրենց խնդիրը Ռուսաստանն է։ Միայն Ռուսաստանը։ Առաջին ներքին Ռուսաստանը։ Իրանի եւ Իսրայելի համար նաեւ Իրանը, մեր հարևան Իրանը, երկրի խնդիր է։ Բայց երկու անգամ իշխանափոխություն փորձարվեց։ Հիմա Տրամպը իսկապես ծանր ընտրության առաջ է եւ այդ Էփշտեյնի հայտնի 3 միլիոն փաստաթուղթ, որտեղ մի քանի հազար անգամ Տրամպի ազգանունն ապտտվում ինչ-որ լուսանկարների, այս բոլորին չեմ արա։ Տրամպի վարչակազմի եւ մասնապես Տրամպի վրա ճնշում, հոսի վերջինս Իրան դեմ գործողություն անի։ Իշխանափոխության։ Հիմա կանի թե չի անի։ Ժամանակի դեպ Տրամպի դեմ աշխատում։ Արեց երրորդ անգամ ձախողվեց։ Սա նշանակում որ հանրապետականը այս նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտվում է, հաջորդ օրը իմպիչմենտ է սկսում ու թեման փակվեց հանրապետականների եւ գլոբալիստների ամերիկյան թևը իդեմս դեմոկրատների իշխանությունը վերցնում է եւ շարունակում են ավելի այլանդակ ձևով այն ինչ որ պիտի արվեր եւ արվում է։ Եվ Տրամպի վիճակը այդպես էլ բան չի։ Ես կարծում եմ որ Տրամպը կարող է եւ այն էլիտան, որ Տրամպի հետ է, իսկ դա հիմնականում առաջներթին ռազմաարդյունաբերական համալիրն ու Պենտագոնն է, ոչ, ասենք, ֆեդերալ ռեզերվային համակարգը։ Մի օր քնենք զարթենք, բարձի գիշերը ծովային հետևակի, ասենք, մի քանի հազար զինծառայող մտել են Ֆերրեսի բոլոր գրասենյակները, առայժմ ԱՄՆ-ում, դեռ Լոնդոնում, Լոնդոն Սիթի չեն մտել, բայց ընդեղ են մտնելու։ Ձերբակալում են բոլորին, պետականացնում են ՖՌՍ, ֆեդերալ ռեզերվային համակարգը եւ ասում են, որ Ամերիկա պետությունը այլևս մոտ 40 տրիլիոն դոլար պարտ չի ՖՌՍ-ին։ Եվ այդտեղ էլ այդ էմիսիա իրավունքը փող տպելու դոլարի միայն Ամերիկա պետությանն է եւ իր պետական բանկին է, ոչ թե մասնավոր, ասենք, Ռոթշիլդների, նոր Ռոթշիլդները Բրիտանիայում են, այնտեղ Լոնդոն Սիթիում նայողներ իրանք են, ԱՄՆ-ում Ռոքֆելլերներն են, հա, բայց իրենք երևացող հրյա բանկերների ընտանիքի անուններ, այնտեղ շատ չերևացողներ կան, էլի։ Ուզում ասեմ վիճակը սա է։ Կարող է Տրամպը եւ այդ էլիտան, ես նորից եմ ասում, դա ռազմաարդյունաբերական համալիրն է, հանքարդյունաբերությունն է եւ Պենտագոնը։ Կարող է դնեն չորով անեն։ Ուղղակի քնենք զարթենք, մեկը պարզում է, որ Ամերիկայում սենց է։ Ավելին, Տրամպը փակի դեմոկրատական կուսակցությունը։ Ունեք չեք զարմանա, չէ՞։ Եվ հիմնավորի, որ սատանան
մարմնավորված է դեմոկրատական կուսակցության շատ անձերի եւ նրանց գործողությունների մեջ իդեպ այն այլանդակությունները, որ այդ կղզում Էփշտեյնի անում են, ինչա մարդակերություն, սոդոմիզմ, մանկապղծություն, այլասերուները երկինք հասնում, ինչու՞։ Բայց ինչու են այդտեղ անում։ Իդեպ դրա փոքր տարբերակը Հայաստան ցանկացած երկիր ունի։ Դա էլիտաների համար, էլիտաների վրա լծակ ունենալա եւ կառավարման գործիք համաձայն չեք։ Կոմպրոմատ, հա, հայերեն ասած։ Բայց իսկ ինչ կոմպրոմատ։ Օրինակ որ ասում են էլիտա։ Հիմա Հայաստանի էլիտան վերցնենք։ Ասենք էլիտան այն չի որ թանկարժեք մեքենա ունի, որտեվ մի բիզնեսմեն էլ ունի, որ ինքը էլիտայի մեջ չի մտնում։ Առանձնատուն այդ բիզնեսմենն էլ ունի։ Էլիտան այնա, որ այն ինչ որ իրան կարելի է, մյուսներին չի կարելի։ Բարձր եմ ասում։ Այ Էփշտեյնի կղզում Բրիտանիայից եւ ոչ միայն եվրոպական երկրներից, չէ՞, Նորվեգիայի արքայադուստրներ էր այդտեղ խաղեր տալիս։ Այսինքն թմրամիջոց հարբեցողություն դա այնքան մանր բան է, դա սովորական օրենքով կարելի է, չէ՞, օրինականացված է, չէ՞, թմրամիջոցի արտադրություն, օգտագործում ամնում եվրոպական մի շարք երկրներ։ Բաներ, որ միայն իրանց է կարելի։ Մարդու մի սուտել։ Այդպես։ Երեխա զոհաբերել։ Գնում ենք հին ժամանակներ, այսինքն էսի հակաքրիստոնեական է։ Սատանիզմը, սատանան ինքը մարմնավորված է գործողություններով։ Աստծուն հո մենք չենք տեսնում։ Մագնիսական դաշտը սենյակում հո մենք չենք տեսնում։ Ալիքները հո մենք չենք տեսնում, բայց իրանց ազդեցությունը մենք տեսնում ենք, չէ՞։ Զգում ենք։ Գործողություններով ես չես զգում։ Ճիշտ է։ Նույնը սատանիզմը։ Այն ինչ որ ես ասում եմ դրսևորում է։ Ընդ որում այդ դրսևորումների կրողներն էլ այսօր Հայաստանում են իշխանության, իդեպ ասեմ։ Նույն քաղ պայմանագրի կարկառուն ներկայացուցիչներ կային, հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք Հայաստանի քաղաքացի չէին։ Փաշինյանի կուսակցությունը ֆինանսավորողներ, որոնք ուզում էին, ասենք, սեռական հարաբերությունների տարիքային շեմ իջացնել։ Այդ ինչի համար էր։ Որ մանկապիղծը մանկապիղծ չկոչվեր այլևս։ Եվրոպայում իդեպ իջեցել են, գիտեք, չէ՞։ Մինչև 12 տարեկան շեմ են իջեցրել։ Ֆրանսիայում, Հոլանդիայում իջեցրել են։ Այստեղ էլ էին քարոզություն։ Հոգաբարձուների խորհրդի անդամ կար, որը դերատի մեր հայ երեխաներին միասեռականություն էր սովորացնում։ Մարո Մաթոսյանը տեսագրություններն էլ կա։ Թարսիպես այդ օր այդ փակ հավաքին մեր օպերատորն է, հա։ Մեր ընկերներից մեկն է հայտնում, նկարում է օպերատոր չէ։ Դուք եք տերը ձեր մարմնը, ինչ ուզում եք ձեր մարմնը անեք, ում հետ ուզում եք կենթանու, ուզում եք արցանի, ուզում եք նույն սեր մարդու, երեխեք ջան, ինչ ուզում եք արեք, ձեր մարմնի տերը դուք եք։ Հո պապան մաման չի կամ էլ պետությունը։ Հիշում եք, որ Փաշինյանը ասում էր սատանային ածին հանձնարարում սատանային մանգալ։ Սատանան ինքը դրսևորումներով է, Աստված դրսևորումներով է, Աստված ամեն տեղ է։ Սատանան եւս դրսևորումներով է։ Բայց մի հատ իր շրջապատը նայի, լեսբիների ու գեյերի մի հատ կոնգլոմերատ է։ Շատ էլ ասեն կանոնները չեն տալիս։ Սատանիստների ծեսերի ուրեմն բան, մասնակիցներ, իր ընտանիքի անդամները նաեւ Փաշինյանի կան տեսագրությունները կան։ Ցավոք սրտի վատ բան է, էլի, որ ընտանիքի անդամ տղա երեխան գնում մասնակցում է։ Ով հրավիրել էր հիմա նախկին լեսբի, հիմա իրավական ակտեր է մշակում, որ մենք այդ իրավական ակտերով ասենք, բան անենք, ապրենք։ Բայց այս իրականությունը հիմա սրանք էլ են կրող։ Տրամպի գործը որպես հակագլոբալիստ գիտեք որն է, այս ամեն ինչ արմատախիլ անելն է։ Դա համար եմ ասում, մի օր կարող է քնենք զարտենք դեմոկրատական կուսակցությունը օրենքից դուրս տրվի։ Շատ լավ, այդ համատեքստում դուք նշեցիք, որ իր դեմ որպես լծակ փորձում են Էփշտեյնի գործը օգտագործել եւ այնուամենայնիվ եթե մենք խոսենք աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին, բանակցությունները կարծես թե արգելափակվել էին, համենայն դեպս վերջին օրերին տեղեկություններ տարածվում, որ բանակցությունների վայրի մասով կան խնդիրներ, թուրքական կողմները առաջարկում միջնորդություն եւ իրանական կողմը դեմ էր դրան, այնուհետև խոսք գնաց Օմանում բանակցություններ վարելու,
տեղեկություն տարածվեց, որ չեն համաձայնում, բայց վերջին պահին կարծես թե այդ համաձայնությունը եղավ, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք կա։ 12-օրյա պատերազմից առաջ էլ կար բանակցությունների ընթացք, բայց հետո պարզվեց, որ դա ընդամենը այսպես ասած շեղող գործընթաց էր եւ հարվածը հասցվեց։ Հիմա բանակցությունները այնուամենայնիվ կան, որքանով է հավանական, որ դա նույնպես կլինի շեղող գործընթաց եւ պատերազմը այնուամենայնիվ կլինի։ Պատերազմի շահառու երկու պետություն կա՝ Իսրայել, Բրիտանիա։ Իրանի դեմ գործողությունների։ Իսրայելը ինչով է շահագրգիռ։ Ինքը իր պետության գոյության համար ինքը վտանգ է տեսնում եւ ընդարձակվելու, տարածվելու համար վտանգ է տեսնում այաթոլաներով իրանական պետությունը, որը լուրջ ռազմական ներուժ ունի 5 րոպե պակասել միջուկային տերություն կարող է դառնալ։ Եթե Ուրանը հարստացրեցի մինչև 85-90%, հաշվեք Իրանը արդեն միջուկային տերություն է, որտեղ բալիստիկ հրթիռներ ունեն, հիպերձայնային արագության հրթիռներ ունեն, աշխարհում երկրորդ պետությունն է, երրորդն էլ հուսիտներն են։ Քարանձավներում հուսիտները ուրեմն քարե մուրճով հիպերձայնային արագության հրթիռներ են պատրաստել, որոնք բաց են թողում ավիակիրների վրայով, ավիակիրը հոպը չի կարողանում խփել ու գնում անգնում է, ասենք Իսրայելի տարածք։ Այդ մի տարի առաջ էր եղել, էլ ուղղակի ցույց տվեցին, որ հուսիտներն էլ քարե մուրճերով կարող են քարանձավներում հիպերձայնարարության հրթիռներ պատրաստել։ Իսրայելը Իրանի դեմ չի կարող պատերազմել։ Ասեմ ինչի։ Ռեակտոր կա անապատում Իսրայելի, իսկ Իրանի հրթիռները կարող են խոցել այդ ռեակտորը վստահաբար այդ հիպերձայնարարության հրթիռով։ Այդ նշանակում է, որ ռադիացիոն ամպը ըստ քամու ուղղությամբ, իսկ հարված այնպես են որոշելու, որ քամին ամբողջ Իսրայելի տարածքը պատի, բարձի քամուն ուղղությունը որոշել, այդ ժամանակ կարող են հարվածել այդ ռեակտորին, պայթում է փոքր Չեռնոբիլ։ Այս փոքր Չեռնոբիլը նշանակում է Իսրայելը այլևս անմարդաբնակ է դառնում, թեման փակվեց։ Տարածքը գիտեք շատ փոքր է, առայս որ այդ մեծ մասը անապատ է, ու մի մասը անապատ է Իսրայելի ներկա տարածքը։ Դա համար Իսրայելը անջանում է, որ ԱՄՆ-ը գնա պատերազմի, այսինքն իր հզորությամբ կռիվա բան թող ԱՄՆ-ի զինվոր զոհվելի, Իսրայելի զինվորը չզոհվի։ Մեղմ ասած Տրամպի դրդում ու բրդում են։ Հիմա Տրամպն փորձում է մանևրել, դե իր վրա էլ լծակներ կա այնուամենայնիվ էլի։ Էփշտեյնի գործավանա։ Բայց մի օր ընդ որում գեներալները մի օր կարող է խիստ բարկանան այս իրավիճակի հետ կապված։ Եվ շատ կոշտ որոշում ունեն եւ Տրամպի ստիպեն ասել, որ այս քայլերը ստանում վերջ։ Իրանի դեմ պատերազմի թեման փակվում է, Իրանը մեր համար խնդիր չի, մեր համար խնդիրը մեծ հաշվով ԱՄՆ-ի համար դա գիտենք Չինաստանն է, չէ՞, Չինաստանի տնտեսություն։ Բրիտանիան պետքա ծովային հետևակը Ամերիկան շատ արագ իջեցնում է Լոնդոն քաղաք, մտնում է Լոնդոն Սիթին վերցնում են, ինչպես ասում է, նույնը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում բանկերները իրենց գրասենյակները, ներդրումային գրասենյակները բոլորին ձերբակալում են, բոլորին անխտիր։ Ռազմական դրությունն է մտցվում այդ երկրում, որը այդքան աննորմալ բան չի դեպ ասում։ Ֆերեսը փակվում է, պետությունն է փոխտպելու իրավունք հալեոս ունենում, այդ 34-ից 40 տրիլիոն է դոլար պարտքը ԱՄՆ պետությունը ջրում է, ասում ես էլ որից մեկին պարտք չեմ։ Ֆերեսի տնօրենների խորհրդի անդամների մեծ մասին ձերբակալում են, նստում են բանտերմի մասին գնդակալում են, պատերի տակ ռազմական օրենքների համաձայն։ Այդպես ԱՄՆ պետության կայացման պատմությունը որն է, այն ինչ որ ասում են, դա առանձնապես տենց արտառուցել չի։ Կանադան ձեռը հետ միացնում է, Գրենլանդիան նույնպես։ Գրենլանդիան դե բան, այնտեղ արևմտյան կիսագունդը ասում է իմն է, այդտեղ խաղեր մաղեր չլինի։ Ռուսաստանը այդ պայմանավորում է, որ ասենք Կուբայի, Նիկարագուայի, Բրազիլիայի, ասենք, ելում ասենք, Վենեսուելայի շատ խիստ չի վերաբերվում։ Քանի որ ռուսները ասում են, տես խիստ մի է եղել էլի։ Մենք եք ով վասալներին եվրասիական տարածքում խիստ կլինենք։ Բարտեր են անում։ Թեման փակվում է։
Վենեսուելայի նկատմամբ տեղ ունեցածը դա ձեր նշածի համատեքստում էր արդյոք։ Հա, ցավոք սրտի դավաճանությունը բոլոր ժամանակներում, եթե էֆեկտիվ արդյունավետ աշխատում է, թշնամուն մեծ օգուտ է տալիս։ Փոխնախագահ։ Բարձր է հիմա Վենեսուելայի նավթը պետք է արդյունահանի եւ վաճառի ամերիկյան ընկերությունները։ Այդ գումարն էլ գնա պարտքի փակման համար, հետո գումարը գնա ռեզերվ լրացուցիչ շահույթը նավթից։ Ամերիկացիներն են որոշելու այդ գումարը Վենեսուելան ինչ պիտի անի։ Պլյուս ԱՄՆ-ն է որոշել, թե Վենեսուելայի նավթը ում վաճառի, ում չվաճառվի։ Իհարկե, առաջին հերթին չի վաճառվելու Չինաստանին եւ ում Կուբային։ Արդեն սկսել են չվաճառել։ Բարձր է։ Ոչ թե այո, կային զինվորականներ, որոնք այդ դավաճանության մեջ էին, բայց ամբողջ համակարգի անջատման հրաման եւս մի անց կարող էր տալ Մադուրոյից զատ։ Փոխնախագահ Սուինտիկինը, որի հայրը բանտերում ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարում է զոհվել։ Այդպես, բայց դուստրը յուրովի է փոխհատուցում հոր տառապանքները։ Հա հիմա արդեն կարծես թե բացահայտված է, որ Սուինտիկինն է այս գործի գլուխ, այսինքն հավաքագրել են տիկնոջը եւ մարդը խանգարող գործ ունի դեմս Մադուրոյի հանձնեց։ Ուղղակի Մադուրոյի կինը այնքան կեսեր իր ամուսնու, որ իրեն չէին բռնում իդեպ։ Կինն է ինքը գնացել ամուսնու հետ կանգնել, դիմադրել անգամ եւ եթե հիշում եք առաջին օրին դեմքին վնասվածքներ կային։ Եվ այնուամենայնիվ, երբ որ մենք խոսում ենք այս զարգացումների մասին, կարծես թե այդ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը իր ընթացքի մեջ է եւ այսինքն կա process, չէ՞, process Վենեսուելայի հետ կոնկրետ կապված այն մյուս սուբյեկտները, հա, աշխարհակաղակական Ռուսաստանը, Չինաստանը չդիմադրեցին Վենեսուելայի պահով։ Այո, ասենք ինչ անեին։ Դա հենց դա եմ նշում, կարծես թե իրենց համար էլ դա Մադուրոին տարան։ Որտեղ մի քանի տասնյակ Կուբայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ են զոհվել, դիմադրել են իրենք, ոչ չդիմադրել։ Հա, նկատի ունեք, որ այդ դեպքից հետո օրինակ Ռուսաստանը եւ Չինաստանը միջուկային հարվածներ հասցնեին ԱՄՆ-ին։ Ինչ նկատի ունեք, որ ասում եք չեն դիմադրել։ Չէ, նկատի ունեմ, որ չսրեցին հարաբերությունները Ռուսաստանի եւ Լավ, եկեք այսպես, հա, Վենեսուելայի դեպքերը առաջին հերթին հարվածել Չինաստանը, ոչ այդքան Ռուսաստանը, թե Ռուսաստանը եւս հարված կան։ Ու Չինաստանը մի քանի իմիջային առումով։ Իմիջային առումով, հա, հարված էր։ Չէ, ռուսական այդ բաները, համալիրները այդտեղ եւս տեղադրված են եւ 300-ները եւ 400-ները, բայց այդ ուղղաթիռները հանգիստ եկել իջել են շենքերի վրա։ Երբ որ ընդհանրապես պեզերկայով, այսինքն շարժական ուսի վրա դրվող հոբ միջոցով կարող է այդ ուղղաթիռներին բոլորին խփել։ Դա խնդիր չկար, իսկ հրաման կար չկրակելու։ Ինչպես օրինակ Սև լճի շրջակայքում մենք հիշում եք ինչքան դիրքեր տվեցին, այդտեղ այտենց հրաման ալնում չկրակելու։ Զինծառայողն չի կրակում։ Հաշվեք sense պատերազմի ժամանակ ինչ որտեղ դիրքերս զիջում, ինչ որտեղ դիրքերս վերցնում։ Այնպես չի որ միտեղ զիջեցիր եւ քո ամբողջ ռեսուրսը այդ ուղղությամբ դի գնա, չէ, այդպես չի։ Ասենք Չինաստանը այդտեղ այո զիջեց, պարտվեց, արձանագրում ենք։ Հա, Ռուսաստանն էլ վարկանիշային պարտություն գրեց համաձայն։ Ռուսաստանը վարկանիշային ռեալ պարտություն Արցախը հայաթափվելուց է կրել։ Ռուսաստանը 1918-20 թվականներին շատ տարածքներ, որ իր երկրի տարածքներ կորցրել է։ 45-ին հետ բերեց։ Հետո 91-ից արևմուտքը, երբ ռուս սովետական միությունը գրավեց, Ռուսաստանը շատ տարածքներ կորցրեց իդեմս, ասենք, Ուկրաինայի մի մասի, որը պատմական ռուսական տարածքներ է եղել։ Ուկրաինա որպես այդպեսին չի եղել, ոչ պետություն, ոչ ազգ, դա ռուսական է եղել։ Կորցրեց, չէ՞։ Հիմա կռիվ է գնում։ Աշճանաբար հետ են բերում։ Այդպես է, պատմությունը այդպես է, կորցնում ես, բայց իրենք չէին պլանավորում, վստահ եմ չէին պլանավորում, որ պատերազմը 4 տարի կձգվեր։ Ով Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմը, որտեվ Ուկրաինայի պատերազմը ռազմական գործիչները չեն որոշում կայացնում գործողությունների, քաղաքական գործիչներն են կայացնում։ Ինչու է այսքան ձգվում։ Ասում եմ,
Իրաց խնդիրը Կիևի մատուցներում եղել է չէ ռուսական զորքը։ Եղել է։ Զելենսկին հրամաներ տվե աշխարհազոր ժողովրդին զենք էին բաժանելու, որ ուզենային մտնեն կմտնեին։ Նայած թե ինչ խնդիր եք դուք լուծում է։ Հիմա Ռուսաստանի խնդիրը ո՞րն է Կիևը վերցնել, հա։ Չէ, Ռուսաստանի խնդիրը ՆԱՏՕ-ին ախտելն է, իդեպ ասեմ։ Կիևը վերցնելը չի։ Կիևը ընդհանրապես միջոց է, գործիք է։ Ռուսաստանի խնդիրը աշխարհը բազմաբևեռ դարձնելն է։ Ինքը այդ խնդիրն է լուծում, իսկ այդ խնդիրները քաղաքական խնդիրներ են, համաձայն եք։ Ոչ ռազմական։ Որոնք լուծվում են ռազմական խնդիրներ լուծելու միջոցով։ Այո, բայց որոշումները չի կայացվում, թե ռազմական ներուժը թույլ տալիս է ենթադրեն Կիևը այսօր վերցնել, եթե թույլ տալիս է, ապա տենց հրաման չի լինի վերցնելու։ Որտեղ են գործընթացները, որ հիմա գնում են, այսինքն Տրամպը երկրորդ անգամ պիտի ընտրվեր, չէ՞։ Ռուսներին ձեռք տալիս էր ոնց որ, չէ՞, որ երկրորդ անգամ ընտրվեց նախագահ։ Հիմա Տրամպի հետ աշխարհը բաժանում են երկուսի միջև։ Իսկ վստահաբար 2007 թվականին, երբ Պուտինը գնում էր Մյունխեն, հայտնի իր ելույթը առաջին անգամ, երբ Ռուսաստանը ձեռնոց նետեց գլոբալիստներին, Մյունխենում հայտնի ելույթով Պուտինի, որ ասեց ձեր խաղի կանոններով մենք էլ չենք խաղալու։ Բայց 2007-ի Ռուսաստանը Պուտինը 2026-ի Ռուսաստանը Պուտին չի։ Այսօրվա այդ Պուտինը Տրամպի հետ միասին աշխարհ են բաժանում։ Ազդեցության ոլորտների համաձայնեք։ Միանշանակ։ Դե հիմա ուրեմն նշանակում է, որ քաղաքական գործընթացներն են ճիշտ տարել։ Ռազմական ընդհանուր էլեմենտներից մեկն է, տնտեսական էլեմենտներից մեկն է, արժեհամակարգային հոգևոր էլեմենտներից մեկն է։ Այսինքն նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Երկիր մոլորակի վրա 500-600 տարի իշխանություն ունեցող գլոբալիստները թագավորական ընտանիքներից սկսած պարտվել են։ Հիմա գնում է այդ տարբեր դիմադրության օջախների ոչնչացման գործընթաց գլոբալիստների 500-600 տարի իշխանություն են ունեցել։ Վերջին արդյունքում իրենց հիմնական գործիքը ո՞րն էր, որ ստեղծեցին գլոբալիստները։ Ֆերեսը։ Առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմներ, չէ՞, որտեղ իդեպ երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական շահառուն սկսողը առերևույթ Գերմանիան էր, Գերմանիան չէ, Բրիտանիան էր։ Գիտեր ինչի համար էր սկսում։ Բայց խնդիրները խորհրդային, այսինքն Գերմանիա, Ռուսաստան բախումով Ռուսաստան խորհրդային միությունը վերցնել, այդ հսկայական ընդերքը, տարածքը վերցնել չստացվեց։ Հիմա եկա մի վիճակ, որտեղ այս բան դե ֆակտո արձանագրում ենք։ Ռուսաստանի քայլերը իր երկրի շահերի տեսանկյունից շատ արդյունավետ է, որտեղ այսօր երկիրը եկել է մի վիճակի, որտեղ աշխարհում 3 պետություն դե ազդեցության որոշեն։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Չինաստան, վատա ռուսների համար։ Նորից եմ ասում 2008 թվականին օկուպացված տարածք էր։ Մինչև հիմա Ռուսաստանում դոլարն է, չէ՞ գերիշխում, ոնց որ թե։ Հələ դոլարը գերիշխանությունից դուրս չեն եկել, չէ՞։ Չինական յուանը շուտով հիշեք, ոսկով ապահոված մտնելու է որպես համաշխարհային նոր վալյուտա, ոսկով ապահոված։ Եվ Չինաստանի այդ ոսկու հսկայականակ գնումները եւ Ռուսաստանի պատական չեն։ Ավելին ասեմ, վաղը չեմ իսօրը վալյուտան համաշխարհային չի լինելու ապահոված ոսկով, ապահոված է լինելու հոսանքով։ Այսինքն վատ ռուբլի օրինակ կամ վատ դոլար, որ երկրի գումարը իր մեջ շատ հոսանք է պարունակում, որ այդ երկիրը արտադրում է, ինքը ավելի մեծ արժեք ունի։ Չէ՞ որտեղ ամեն ինչի մեջ հոսանք կա։ Իրականում այս նավթի գազի կռիվը ի՞նչն է։ Ինչի համար է։ Հոսանք արտադրելու, չէ՞։ Վերջին Միանշանակ։ Հոսանք արտադրելու։ Իսկ հիմա ռուսական տեխնոլոգիաներով նաև ատոմականների այն թափոնները ուրանը որ կա, փաստորեն դրանով կարողանում են բան անել, հոսանք ստանալ։ Հատուկ մետաղներ կա։ Ես անվանում չեմ ուզում սխալ ասեմ։ Ասում են, եթե կարողանան արդյունարում են աշխարհում մի քանի կիլոգրամ է։ 2-3 օր առաջ Ռուսաստանում երիտասարդ գիտնականները պետական մրցանակ են ստանում։ Մի խումբ երիտասարդներ մինչև 30 տարեկան մրցանակ է ստացել, որ այդ էլեմենտից հավերժական մոտապես շարժի չեն ստացել։ Այսինքն միլիգրամի, չգիտեմ որի տոկոսով անդադ աշխատող, որը տիեզերանավերի վրա է աշխատելու շուտով, որտեղ այնտեղ ամեն րոպե չես կարող չէ լիսկավորել։ Միջուկային ռեակտորել չես կարող տեղադրել։ Այսինքն գիտության զարգացումը վերջին հաշվով բերում է նրան, որ երկիր մոլորակը համակերպվելու է գլոբալիստների աղբանոց գնալու, ոչնչանալու եւ համակեցությամբ ուրեմն ապրելու։
բայց ամեն մեկը իր քաշային կարգով։ Չէ, Հայաստանը ինչքան էլ ասի, ես ինքնիշխան եմ, վստահաբար քո քաշային կարգը Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի հետ չես կարող չափել։ Բնականաբար։ Քո քաշային կարգով քո ինքնիշխանությունը պահի։ Եվ թերևս այսքանով ամփոփենք մեր հետաքրքիր քննարկումը, սիրելի ընկերներ, Անտիվեքի եթերում Խաշմերուկ աննկրող պատմաքաղաքական ոդկասթն էր, մենք պարոն Ապետյանի հետ քննարկեցինք Հայաստանի ներքին եւ արտաքին զարգացումները, ֆիքսեցինք, որ գործող ռեժիմը շարունակում է բռնաճնշումներ իրականացնել իր քաղաքական դիմախոսների նկատմամբ, նաև հոգևոր դասի նկատմամբ են այդ բռնաճնշումները շարունակվում եւ նաև Հայաստանի շուրջ տեղ ունեցող իրադարձությունների մասով մենք քննարկում իրականացրեցինք եւ ամփոփելով նորից եւս մեկ անգամ ազատություն շուտապույտ մաղթենք մեր ընկերներին, Արեգին, Վազգենին, կալանավորված սրբազաններին, կալանավորված ընդդիմադիր համայնքապետերին եւ բոլոր քաղաքական բանտարկյալներին, ում անունները այս պայն չենք նշում։ Ես միանում եմ քո ցանկությանը, բայց ցանկությունը կյանքի կոչելու համար համապատասխան գործիքակաց պիտի ունենաս։ Ցանկությունը առաջին քայլն է։ Հետո իրավիճակի գնահատական, գործիքների ստեղծում եւ գործողություններ։ Բաներ կա մեզանից կախված չի, նաեւ մեզ լսողներին ասենք, որ իսկապես իրավիճակային առումով մեր երկրի քաղաքացիներից անգամ քաղաքական ընդդիմությունից կախված չի, աշխարհի քաղաքական գործընթացները էլի, բայց որ վերջին հաշվով գնում է գլոբալիզացիայի մայրամուտը, այդ դիմադրության օջախները, այդ թվում Բրիտանիա, այդ թվում նաեւ Թուրքիա, այդ թվում եվրոպական երկրներ, Եվրամիություն, այդ բոլոր գլոբալիզացիայի, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետություն, այդ դիմադրություններ են, այդ դիմադրության օջախները վաղ թե ուշ ոչնչացվելու են։ Հիմա ինչքանով մենք այդ հասկանանք եւ այդ ոչնչացման գործընթացին լծակից լինենք, մեր օգուտն է։ Թե չէ, ինչպես ասում են, ամենավերջում մեր երկիրը կլինեն երկրներից մեկը, որտեղ հակագլոբալիստները կգան իշխանության, բայց դու առանձնապես շատ շահեկան չես լինի, էլի։ Ժամ առաջ, օրինակ Եվրոպայում ով շահելու ակնհայտ է, Ֆիցոնը շահելու իր երկրով, Օրբանը շահելու իր երկրով ակնհայտ է, չէ՞։ Հիմա Ֆրանսիայում է գործընթաց գնում, Գերմանիայում է գնում։ Իրենք են շահելու, որտեղ ժամ առաջ իրենք նոր աշխարհակարգի կարևոր էլեմենտն են դառնում։ Հայաստանը ժամ առաջ դարձավ, իդեպ ասեմ ձեզ, Հայաստանը շահելու է։ Իսկ դա մեզանից է նաև կախված, ինձանից, Դավիթ ջան, քեզանից, մեր ընկերներից, որոնք մարդկանց բացատրեն, որոնց մոտ իրավիճակի համարժեք գնահատականի եւ ճիշտ ընկալումների հենքի վրա մարդկանց մոտ առաջանա մոտիվացիա ինչ որ գործողություններ անելու։ Ես այդ առումով միանում եմ քո բոլոր ցանկություններին, այո, ժամ առաջ իրենց ընտանիքների, իրենց կանանց, իրենց երեխաների, մեր հոգեվորականների նաև ազատություն, բայց ազատության համար ջանք երանդա պետք եւ քրտինք։ Հիմա այստեղ արյուն պետք չի, բայց քրտինք պետք է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, լավ եղեք։